Պարոն նախարար, խաղապահ ուժերի բրիգադը խաղապահի միջազգային օրվա եւ զորամասի կազմավորման համար շարված է։ Բրիգադի ատար գնդապետ Էվոնյան։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Խաղապահ բրիգադ, ողջույն։ Միջոցառմանը ներկա են նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասարյանը եւ բրիգադի հրամանատարները։ Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն եւ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաեւ ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով, արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։ Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով։ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։